Բարի գալուս Job Finder-ի HR Corner հաղորդմանը, այսօրվա մեր հյուրն է Hermitage Projects-ի HR ղեկավար Շուշաննա Մինասյանը։ Ողջույն Շուշաննա ջան։ Ողջույն Էդուարդ ջան։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Շուշաննա ջան, կպատմեք ձեր մասնագիտական ճանապարհի մասին, ինչպես եք սկսել, ինչպես եք հասել այս կետին։ Շատ լավ, իմ մասնագիտական ճանապարհը ուղին սկսվել է, երբ ես դեռ ուսանող էի, ուսանողական տարիների ընթացքում զուգահեռ աշխատում էի եւ այդ ժամանակահատվածում սերը դեպի HR, սերը դեպի օրենսդրության հատված եղել է իմ սիրելի դասախոսի շնորհիվ եւ հիմա ինքը այստեղ չի գտնվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, բայց ես պարտադիր հարկ եմ համարում նշել, որովհետեւ ինքը մեծ ներդրում ունի իմ ընտրության կարիերայի հետագա զարգացման մեջ։ Այդտեղից սկսվեց իմ մասնագիտական ուղին։ Աշխատել եմ շատ ընկերություններում, միջազգային, ամերիկյան ընկերությունում, այնուհետև որտեղ որ հիմա աշխատում եմ, խոսեմ այս պահին գործնեությանս մասին, արդեն 14 տարի է աշխատում եմ Hermitage Projects-ում։ Իհարկե ունեցել եմ շատ հետաքրքիր ուղի ընկերության հետ միասին, ունեցել ենք շատ դժվարին ճանապարհներ, խոչընդոտներ են եղել, թվացել է մի պահ թե անհաղթահարելի է, վերջ, պետք է հանձնվել, պետք է փոխել մասնագիտությունը, որովհետև ամեն դեպքում բոլորս էլ գիտենք, որ մարդկանց հետ աշխատելը դա բավականին բարդ է, հա, եւ չեմ հանձնվել, շարունակել եմ առաջ գնալ, շարունակել եմ իմ գործնեության մեջ զարգանալ եւ կարծում եմ, որ իմ զենքը երբեք ցած չեմ դնելու ու իմ գործնեությունը չի ավարտվելու։ Դեռ գնալու եմ HR-ով, որովհետև շատ եմ սիրում մարդկանց հետ աշխատել, շատ եմ սիրում HR-ի մասնագիտությունը ու կարծում եմ շատ ճիշտ ընտրություն էր, որը նպաստեց իմ շատ սիրելի դասախոսը։ Դրա համար ես պարտադիր հարկ եմ համարում, որ պիտի նշեմ պարոն Բալայանին, շատ շնորհակալ եմ։ Այդպես Էդուարդ ջան, այդտեղից սկսեց իմ ուղին։ Շնորհակալ եմ շատ Շուշաննա ջան, ես ուզում եմ ցած մուգ մարկերով նշենք այն հատվածը, որ դուք ուսանող ժամանակվանից եք դեռ սկսել աշխատել, որովհետև դա ես շատ կարևոր եմ համարում։ Շատ կարևոր է, երբ մարդը հենց ուսանող ժամանակվանից փորձում է աշխատել, որովհետև մի այլ բան է, երբ դու պարզապես ստանում ես թորիապես գիտելիք, մի այլ բան է, երբ դու թորիայի հետ համատեղում ես գործնականը, դու բոլորովին այլ մասնագետ ես դառնում։ Ես կարևորում եմ Էդուարդ ջան ուսանող ժամանակից փորձ ձեռք բերելը, եթե իհարկե ունես հնարավորություն, եթե իհարկե ճկուն ես գրաֆիկի հետ կապված, որովհետև դա մեծ աշխատանքային փորձ ու սկիզբ է։ Երբեմն լինում են, որ ուսանողներ են ու ընդունվում են աշխատանքի, սակայն ուզում են փորձ, բայց այդ մարդիկ պիտի ինչ-որ մի տեղից սկսեն։ Ես անգամ այդ ժամանակ եղել եմ այդ մտքին, որ բայց ինձ փորձ է պետք, կապ չունի, հա, բայց ինձ փորձ է պետք, որ ես կարողանամ հետագա իմ ուղին ավելի հեշտ կերտել։ Այդ իսկ պատճառով ես միայն գովաբանում եմ, եթե կարողանում են գրաֆիկները համապատասխանեցնել։ Հիմա շուկան թելադրում է ճկուն գրաֆիկով շատ աշխատանքներ ու լայն հնարավորություններ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ ուսանողները, ովքեր որ ցանկություն ունեն հետագա իրենց կարիերայի զարգացմանը, կարող են նման գրաֆիկներով սկսել իրենց ուղին ու իրենց աշխատանքը, որտեղ դա մեծ նպատակ ու փորձ է տալու իրենց հետագա ուղուն։ Այո, դրա համար ես հիմա բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս, դուք հենց ուսանող ժամանակից սկսեք աշխատել, թեկուզ անվճար, թեկուզ, չգիտեմ, մի քանի ամիս ոչինչ անվճար, աշխատեք, փորձ ձեռք բերեք, որովհետև դա ձեզ բոլորովին այլ կետի է հասցնում։ Այո, լրիվ համաձայն եմ։ Նշեմ Էդուարդ ջան, որ ես էլ ինքս իմ կարիերան սկսել եմ որպես վոլոնտյոր, այսինքն չեմ սկսել որպես աշխատանք, բայց ներկայիս սերունդը մի փոքր երևի այլ նպատակներ ու ցանկություն ունի։ Իհարկե տարբերություն կա սերունդների, այդ իսկ պատճառով կարծում եմ ու խորհուրդ եմ տալիս, ովքեր ուզում են ավելի լայն ասպարեզների հասնել, պետք է սկսեն սկզբից փորձել իրենց ուժը, կապ չունի ոլորտը, աշխատանքին պետք է ծանոթանալ, պետք է մարդկանց հետ շփմանը ծանոթանալ, պետք է փորձ ձեռք բերել տարբեր բնագավառներում, որ դու այդ ամեն ինչից կարողանաս քաղես, հետագայում քեզ դա միայն օգուտ է լինելու։ Այո, իհարկե, եթե նայենք սերունդների տարբերությունը, հիմիկվա սերունդը ոնց որ չի ցանկանում անվճար աշխատել, չի ուզում ինտերնշիփ անցնել, իրանք ուզում են միանգամից ու ամեն ինչ,
բայց պետքա մի քիչ ոնց որ երկրի առանձնահատկություններն էլ հաշվի առնել, գործատուների առանձնահատկություններն էլ հաշվի առնել, ավելի լավ բարձունքների հասնելու համար էլ չես կարող ուղղակի տենց քո սահմանները գծել ու դրա մեջ ապրել ու փորձել բոլորին հարմարեցնել քեզ։ Ինչ որտեղ դու պետքա հարմարվես նաև գործատուների։ Միանշանակ համաձայն եմ եւ կարծում եմ ներկայիս սերունդը մենք շատ բան ունենք սովորելու եւ ինչու՞ չէ նաեւ իրենք էլ պետք է սովորեն, բայց փորձի փոխանակումը երկու սերունդների պետք է գիտակցված կերպով անել ու հեշտ հասնել մեր առջև դրված նպատակներին։ Ամեն դեպքում այս սերնդափոխություն ասվածը դժվար է, հա։ Այո։ Շաննա ջան, շատ է խոսվում employer branding-ի մասին, բայց շատերի համար դա դեռ ինչ որ անհասկանալի տերմին է։ Կխնդրեի մի քանի բառով բացատրեիք ինչ է employer branding-ը, որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացում կազմեին։ Շատ լավ, employer branding-ը դա ընկալումն է ընկերության որպես գործատու եւ արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված, այսինքն եւ ներքին աշխատակիցների առումով եւ դրսի թե որպես տեխնացու, թե որպես հաճախորդ։ Շուշաննա ջան, իսկ ինչ կասեք, ինչու է employer branding-ը կարևոր ոչ միայն HR բաժնի համար, այլ ընդհանուր բիզնեսի համար։ Նախ առաջին հերթին employer branding-ի կարևորությունը HR-ի բաժնի համար կարևոր է նրանով, որ օգնում է ավելի հեշտ ներգրավել տաղանդներ, օգնում է ավելի ուժեղ տաղանդների ներգրավումը եւ ի վերջո բիզնեսին ավելի լավ արդյունքներ հասնելու ու ցույց տալու համար է կարևոր։ Եթե ընկերությունը փոքր է եւ չունի մեծ բյուջե, ինչպես կարող է սկսել employer branding-ը առանց մեծ ծախսերի։ Կարծում եմ շատ մեծ բյուջե հարկավոր չէ, որովհետև մենք պետք է ցույց տանք մեր ներքին մշակույթը եւ ինչքան որ իրական լինի, ինչքան որ պարզ ու թափանցիկ լինի, այնքան ավելի հետաքրքիր կոնտենտ կունենանք։ Այսինքն կարող ենք մեր առօրյա մենք աշխատանքից կիսվել, ցույց տալ իրականությունը, ինչքանով է հետաքրքիր նման ընկերությունում աշխատելը։ Կարծում եմ դրա համար մեծ բյուջեներ հարկավոր չեն։ Ես համաձայն եմ, պետք չի շատ արհեստականացնել այդ ամենը, չէ՞, պետքա լինի հնարավորինս իրական, ինչ առավելություններ ունի ընկերությունը, ինչ ոնց որ կորպորատիվ մշակույթ կա ներսում եւ այլն, որ իրականությունից չկտրվի։ Չկտրվի, լրիվ համաձայն եմ։ Շաննա ջան, եթե այսօր ինչ որ ընկերություն որոշի employer branding-ով զբաղվել, ինչ 2-3 քայլ խորհուրդ կտաք, որ պետքա առնվազն դա անել, դրանից սկսել։ Կարծում եմ պետք է լինել հնարավորինս բաց եւ թափանցիկ, կարող են կիսվել առօրյա իրենց աշխատանքային գործելավոճով, կարող են լինել հետաքրքիր հումորային դրվագներով ու ելի եմ նշում, որ պարտադիր չի այս ամենի համար կիրառել ինչ-որ չափով բյուջե, կարող ենք ուղղակի մեր ներքին մշակույթը փորձել ցույց տալ ու ինչքան որ իրական լինի, այնքան ավելի հաճելի ու հետաքրքիր կլինի դիտորդների համար։ Այսինքն պետք է հնարավորինս իրական դրվագներ ցույց տալ, պետք չի ստեղծել, պետք չի նկարել, որպեսզի մարդկանց չհետաքրքրի, այլ այն ամենը ինչ որ կատարվում է, դա ավելի պարզ ու թափանցիկ ձևով ներկայացնենք դիտորդներին։ Այո, համաձայն եմ ու դուք նշեցիք հումորային պահերի մասով, դրա հետ բոլորովին համաձայն եմ, որովհետև կարևոր է որ ցույց տրվի նաև թե ինչ էմոցիաներ են ապրում աշխատակիցները աշխատաժամերի ընթացքում, այսինքն չոր պրոստը մասնագիտական գործունեություն չի, այսինքն կա կյանք ընկերությունում, կա կորպորատիվ մշակույթ, կա ընկերական միջավայր։ Միանշանակ դուք էլ երևի ինձ հետ համաձայն կլինեք, որ յուրաքանչյուր ընկերությունում լինում են թե դժվար պահեր, թե ուրախ պահեր եւ այդ ամենը դա նորմալ է, ուրեմն դա առողջ միջավայր է։ Եթե լինում է ամեն բան հարթ, կարծում եմ այնտեղ մի բան սխալ է աշխատում, հա։ Այսինքն այդ ամենը պետքա, եթե պատրաստվում ենք ստեղծել ու զարգացնել employer branding-ը, այդ ամենը պետք է հնարավորինս շիտակ կերպով ներկայացնել դիտորդներին։ Զսպված էմոցիաներ չպետք է լինեն։ Այո։ Շուշանա ջան, իսկ ինչպես կարող է սոցիալական մեդիան նպաստել, որպեսզի գործատուն ձևավորի ավելի գրավիչ գործատուի կերպար։ Սոցիալական մեդիայի դերը մեր առօրյա կյանքում շատ մեծ է, անկախ մեր ցանկությունից,
ու մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ եւ կարծում եմ, որ սոցիալական մեդիան դա պետք է լինի մեր այսպես ասած վիտրինան, հա, այսինքն մենք ինչ որ ցույց ենք տալիս, պետք է սոցիալական ինչ որ ապրում ենք, մենք պետք է սոցիալական մեդիայի միջոցով դա ցույց տանք։ Եվ էլի ու էլի եմ նշում, որ պետք է լինի միայն իրական իրադարձություններ։ Ոչ մի fake content պետք չի լինի, որտեվ դա միայն խանգարելու է, խոչընդոտելու է։ Մեզ պետք են պարզ իրադարձություններ, որ ավելի հետաքրքիր լինի, որ ավելի պարզ լինի ու գրավիչ լինի, որպես գործատու։ Այսինքն սոցիալական մեդիայի դերը կարծում եմ շատ մեծ է ու երբեմն բրենդները ուշադրություն են դարձնում իրենց արտաքին բրենդին, մոռանալով ներքին բրենդի մասին, բայց կարծում եմ, որ պետք է նաև աշխատել ներքին բրենդի մասին, ներքին գովազդի մասին, շատ գործոններին օգնում է, թե hiring-ի process-ներին, թե ընդհանուր ուժեղ, ինչպես արդեն նշեցի, տաղանդների ներգրավմանը, այսինքն սոցիալական մեդիայի դերը այսօրվա մեր կյանքում կարծում եմ, որ շատ մեծ է։ Անկախ մեր ցանկությունից։ Այո, հիմա բոլորը սոցկայքերում են, բոլորը օգտվում են ու անպայման պետքա ներկայացված լինել։ Այո, համաձայն եմ։ Շաննա ջան, ձեր փորձից ելնելով, ինչ բովանդակությունն է ամենաշատը նպաստում, որ տեխնացուների մոտ առաջանա տվյալ ընկերությունում աշխատելու ցանկություն։ Առաջին հերթին կայուն ընկերությունը եւ նորից անդրադառնանք մեր այսօրվա թեմային employer branding-ի մասով։ Այսօրվա մեր ժամանակներում բոլորը տեսնում են որն է ավելի բարձր որակավորում, ավելի բարձր ձայներ հավաքած ընկերությունը եւ սա մեզ օգնում է սոցիալական մեդիայի հարթակը։ Այսինքն մենք միայն այս տարբերակով ենք կարողանում հասկանալ, որ ընկերությունում ավելի շատ մեծ է աշխատելու, աճելու հնարավորությունը, իսկ նախկիններում, երբ որ արդեն չկար, հա, սոցիալական մեդիան, ավելի դժվար էր որոշում կայացնել, ավելի դժվար էր ընտրություն կայացնել, այդ իսկ պատճառով սոցիալական մեդիան նաև օգնում է այս հարցում, որ մենք տեսնենք որ ընկերությունն է կայուն, որ ընկերությունում է employer branding ասված է ավելի հետաքրքիր, ավելի պարզ ու ավելի դրական ու առողջ միջավայր, քան անցյալ ժամանակներում կարծում եմ։ Ու իմ կարծիքով ճիշտ է սոցիալական մեդիան հիմա շատ կարևոր է, բայց կարևոր է նաև հենց այն մակարդակի հասնել, որ հենց տեխնացուները խոսեն ընկերության մասին, հենց իրանք իրենց գոհունակությունը հայտնեն, հենց իրանք ոնց որ նշեն են բոլոր առավելությունները, որը կա տվյալ ընկերությունում։ Այո, բայց ասեմ Էդուարդ ջան, որ մենք հասել ենք կարելի է ասել, հիմա սոցիալական հարթակներում շատ են մեկնաբանություններ թողնում, շատ են կարծիքներ հայտնում եւ այդ կարծիքների մեկնաբանությունների հիման վրա կարող է տեխնացուների մի խումբ արդեն հիմնավորել ինչու X ընկերությունը չէ, այլ Y ընկերությունն եմ ես ավելի հակված ընդունվել։ Շատ մեծ դեր ունի, լրիվ համաձայն եմ ձեզ հետ, employer branding-ը եւ դրա համար միշտ ասել եմ, ես մեր ընկերությունում եմ ասել դա, որ պետք է շատ ակտիվ լինենք այդ հարցում, ցույց տանք, որովհետև մենք ունենում ենք շատ օրինակ հետաքրքիր իրադարձություններ, որ դա չի երևում, շատ բենեֆիտներ, որ դա չի երևում, իսկ երբ որ դա մենք ցույց տանք ավելի ճիշտ ու խելացի տարբերակով employer branding-ի օգնությամբ մենք կկարողանանք եւ սոցիալական մեդիայի օգնությամբ մենք կկարողանանք ավելի հետաքրքիր ու ուժեղ տաղանդներ ներգրավել ու ավելի բիզնեսին արդյունք ցույց տալ դրական։ Ու դա է հենց ամենակարևորը, որ տեխնացուները ոնց որ իրանց աչքերով ոնց որ տեսնում են ընկերությունը, ոնց որ տեսնում են ընկերության կորպորատիվ մշակույթը, իրանք կներկայացնեն այդ ամեն ինչը իրանք իրենց գոհունակությունը հայտնեն, որովհետև մի այլ բան է, երբ ընկերությունը ինքը նայում է իր կազմակերպությանը, ընկերության ղեկավարությունը ինքը նայում է իր կազմակերպությանը, բնականաբար կարող է շատ դեպքերում շատ բաներ տեսնի մի քիչ վարդագույն աչքերով, հակնոցներով, բայց տեխնացուների աչքերով բոլորովին այլ լինի։ Միանշանակ, ես գիտեք միշտ ինչն եմ ասում, որ երբ գալիս է տեխնացուն մեզ մոտ, պետք է համարենք, որ նա մեր հաճախորդն է։
Հաճախորդն է, բայց տեխնացուի տեսանկյունից։ Դա պարտադիր ու կարևոր կետ է, որ իրեն ինչպես կսպասարկենք մենք հաճախորդներին, նույն կերպ պետք է սպասարկենք մեր տեխնացուներին ու այդպես պետք է վերաբերվենք ամեն առումով։ Որովհետև հնարավոր է նույնիսկ տեխնացուն ով եկել է հարցազրույցի ինքը չընդունվի աշխատանքի, բայց կարևոր է այն տպավորությունը, որ ինքը կստանա հարցազրույցից ու ընկերության մասին։ Իհարկե, եւ լինում են շատ հետաքրքիր դեպքեր, երբ տեխնացուն գալիս է ինչ որ պատճառներից ելնելով չի ստացվում համագործակցությունը, լինում են բացասական կարծիքներ, լինում են շատ դրական կարծիքներ, անգամ որ չի անցել հետագա փուլերը, բայց լինում են նաեւ դրական կարծիքներ։ Եվ այդ ամենը մենք իմանում ենք սոցիալական մեդիայի շնորհիվ։ Իսկ դրա կարևորությունը, այո, շատ մեծ է ու Էլի եմ ասում, անկախ մեր ցանկությունից մենք պետք է գնանք ժամանակի հետ համահունչ եւ պահենք սոցիալական մեդիայի կարեւորության դերը մեր կյանքում, մանավանդ employer branding-ի շրջանակներում։ Շուշաննա ջան, իսկ ձեր կարծիքով ինչպես կարող են տեխնացուները դառնալ ընկերության լավագույն բրենդ ամբասադորները։ Էդուարդ ջան, ես կարծում եմ, որ բրենդ ամբասադոր դառնալու համար նախ առաջին հերթին պետք չէ ստիպել, որտեվ դա միայն խանգարելու է մեր հետագա գործընթացին։ Կարծում եմ, որ դա պետք է լինի հենց իր աշխատակցի ցանկությամբ։ Եթե աշխատակիցը սիրեց բրենդը, եթե աշխատակիցը սիրեց ընկերությունը տվյալ, ես կարծում եմ, որ էլ կարիք չի լինի, որ մենք ինչ որ հանգամանքներ օգտագործենք, որպեսզի ինքը դառնա տվյալ բրենդի բրենդ ամբասադորը։ Դա պետք է լինի բրենդի եւ աշխատանքի սիրուց ելնելով։ Այո։ Իսկ մեզանից ինչ է գալիս, պարզապես ստեղծել առողջ միջավայր, որ ավելի հեշտ հասնենք մեր հետագա նպատակներին։ Այո, համաձայն եմ ու մի քիչ ոնց որ աշխատակիցների նկատմամբ հոգատար լինել եւ այլն, որը հաստատ կգնահատվի։ Իհարկե, աշխատակիցներին հաճախակի լսել, թույլ տալ զարգանալ, թույլ տալ իրենց ներգրավվածությունը ունենալ ցանկացած պրոյեկտների շրջանակում եւ էլի շատ հանգամանքներ, գործոններ, որը որ կստեղծի առողջ միջավայրին եւ դա էլ կբերի աշխատակցի սերը դեպի բրենդ ու դեպի ընկերություն։ Իսկ դա էլ իր հերթին կբերի արդեն բրենդ ամբասադոր լինելուն, հա։ Այո։ Կսկսի խոսել արդեն միանշանակ ինքն իր ցանկությամբ արդեն կսկսի տարբեր հարթակներում կիսվել, այո, տարբեր հարթակներում կիսվել, կարծիքներ ասել, ոչ միայն հարթակներում, նաև իր շրջապատում, որ գիտեք ինչ հաճելի է այստեղ աշխատել կամ գիտեք ինչ հաճելի product ենք մենք ներկայացնում, այսինքն անկախ իր կամքից ինքը կսկսի դառնալ բրենդ ամբասադոր։ Դա միայն կարծում եմ պետք է լինի սերը դեպի ընկերություն, դեպի աշխատանք։ Այո։ Երբ աշխատակիցը չնայի ժամին, երբ լրանում է ժամը, որ 1 րոպե շուտ դուրս գա աշխատանքից։ Դա ամենադժվար իրականությունն է, երբ որ դու այդքան էլ հաճույքով չես գնում աշխատանքի։ Շատ դաժան աշխատանք է դա դառնում իրականում, պետքա սիրելով գնաս, պետքա ցանկացած աշխատանք դու սիրես։ Մեր իրականությունում իհարկե կան աշխատանքներ, որ մարդիկ ստիպված են անում, բայց խոսենք մեծամասնությունից, որ եթե մենք սիրով ենք անում մեր աշխատանքը, կարծում եմ համաձայն կլինեք ինձ հետ, որ ավելի լավ արդյունքներ ենք ստանում, ավելի առաջ ենք գնում, որը որ նպաստում է բիզնեսի հետագա զարգացմանը։ Միանշանակ համաձայն եմ Շուշաննա ջան, եթե դու չսիրելով ես ինչ-որ աշխատանքի գնում, դու թեկուզ այդ 8-9 ժամը որ պետք է աշխատես, դա կարող է թվալ, չգիտեմ, ընդամենը մի քանի շաբաթ կարող է թվալ, բայց երբ դու սիրելով ես գնում աշխատանքի, դու նույնիսկ աշխատանքից դուրս, նույնիսկ քնելու ժամանակ քո միտքը չի անջատվում, դու անդադ մտածում ես, էլ ինչ կարող ես անել, էլ ոնց կարող ես անել, որ ավելի լավ լինի ընկերության համար։ Համաձայն եմ, Էդուարդ ջան, այո, համաձայն եմ։ Շուշաննա ջան, իսկ ձեզ որոնք են այն ամենատարածված 2-3 սխալները, որ ընկերությունները անում են employer branding անելիս։ Ես սկզբում էլ մեր podcast-ի նշեցի, որ պետք է լինել հնարավորինս թափանցիկ եւ իրական, այսինքն պետք չի տալ խոստումներ, որը իրականությանը չի համապատասխանում։ Կան շատ ընկերություններ, որ շատ գունագեղ խոստումներ են տալիս, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջին սխալը կարող եմ ասել, որ դա է։ Երկրորդը կենտրոնանալ, ինչպես նշեցի,
բրենդի արտաքին իմիջի վրա եւ բաց թողնել ներքին իմիջը, այսինքն պետք է նաեւ մարքեթինգի հետ համատեղ ընկերության HR-ը եւ մարքեթինգը համատեղ զարգացվածություն ունենան employer branding-ի մասով։ Երրորդը լինել աշխատակիցների հետ հնարավորինս պարզ եւ լսել աշխատակիցներին։ Կարծում եմ այս 3-ը, որը որ ավելի առաջնային են։ Կան շատ գործոններ, բայց 3-ը ավելի առաջնային են։ Այո։ Եվ ձեր նշած առաջին կետի մասով, հենց ինձ թվում է ավելի լավ է քիչ խոստանալը, բայց շատ տալ, քան շատ խոստանալ, գունագեղ խոստանալ ու վերջում ավելի քիչ տալ։ Միանշանակ դա բերելու է հիասթափության։ Շաննա ջան, իսկ ըստ ձեզ, եթե ընկերությունը ուզում է դառնալ ավելի գրավիչ գործատու, ինչ 2-3 բան պետք է փոխի հենց ներսից։ Էդուարդ ջան, կարծում եմ պետք է ընկերությունը ունենա առաջնային առողջ միջավայր, հաճելի աշխատանքի վայր եւ մարքեթինգ HR բաժինների սերտ համագործակցություն, որպեսզի կարողանան employer branding-ը հավուր պատշաճի ներկայացնել տեխնացուներին եւ դիտորդներին, այո։ Երկուսի աշխատանքը շատ մեծ դեր ունի ընկերությունում։ Իմ կարծիքով կարևորը նաև երբ HR-ն է, հա, հենց աշխատակիցների հետ շատ անմիջական լինում, իրանց հոգսերով, այսինքն HR-ը այն կապող օղակն է, ով եւ ոնց որ հիմնադրի շահերն է պաշտպանում եւ տեխնացուների շահերն է պաշտպանում, ճիշտ է, ինքը մի քիչ բարդ գործ է, որովհետեւ հաճախ լինում է, երբ մի քիչ անհամատեղելի է լինում, բայց HR-ը ոնց որ պետքա փորձի այդ ամեն ինչը ավելի ճիշտ կազմակերպել, որպեսզի գործատուի անունն էլ գրավիչ լինի, տեխնացուներն էլ ցանկանան աշխատել, այսինքն ինչ որ թեթև խնդիր չդառնա մի հատ մեծ պատմություն տեխնացուի համար։ Երևի նկատած կլինեք LinkedIn-յան էջում ինչքան են HR-ներին շատ վատ ու լավ խոսքեր հնչեցնում HR-ների մասին, երբեմն հնչում են կարծիքներ, որ HR-ները ձեր մայրիկը չեն, ձեր ծնողը չի, դուք պետքա շատ զգուշ լինեք իրենցից եւ երբեմն լրիվ հակառակ կարծիքը, բայց իրական HR-ը չպետքա լինի եւ գործատուի եւ աշխատակցի կողմից, ինքը պետքա լինի իր ճիշտ աշխատելավոճի ու ճիշտ ընթացքի պատասխանատուն, հա, որտեղ ունենում ենք շատ իրավիճակներ, որ HR-ները պետք է հարթեն, այսինքն այդտեղ գալիս է HR-ի հմտությունները եւ ճիշտ կողմնորոշվելու հարցը, եւ այդ կարծրատիպը, որ HR-ը ձեր մայրիկը չի, շատ եմ հանդիպում, երևի դուք էլ կհանդիպեք, հանդիպած կլինեք LinkedIn-ում, հետաքրքիր են կարծիքները, շատ տարբեր կարծիքներ են հնչում, շատ դժվար մասնագիտություն է, որովհետև մենք աշխատում ենք մարդկանց հետ, այլ ոչ թե ինչ-որ համակարգի, այլ ոչ թե ծրագրի, այլ մարդկանց հետ, եւ երբեմն պետք է օգնենք, երբեմն պետք է խրատենք, երբեմն պետք է ուղղություն տանք, երբեմն կան ընկերությունների HR-ներ, որ սխալ են ընկալում, հա, իրենց պարտականությունները, HR-ի դերը եւ սխալ ուղղությամբ է գնում զարգացումը, եւ երբեմն էլ ճիշտ հակառակը։ Յուրաքանչյուր ընկերությունում HR-ի դերը շատ մեծ կարևորություն ունի եւ արտաքին եւ ներքին տարբեր գործառույթներում HR-ի դերը շատ մեծ է։ Այո։ Պետքա ինձ թվում է կորպորատիվ մշակույթը պահելով փորձի ոնց որ երկու կողմերի շահերն էլ հաշվի առնել, իհարկե կլինեն դեպքեր, կլինեն տեխնացուներ, ովքեր, չգիտեմ, ինչ որ կցանկանան այնպիսի բաներ, որոնք անհամատեղելի են, բայց պետք է հնարավորինս փորձվի ընդհանուր հայտարարի բերել, հա, որ կորպորատիվ մշակույթն էլ չտուժի, չխախտի ոչ մի բան։ Իհարկե, այս իմ կարելի ասել 14 տարիների մասնագիտական ուղու մեջ շատ դժվարություններ եմ հանդիպել, շատ խոչընդոտներ եմ հանդիպել եւ մարդկանց հետ աշխատելը եկել եմ այն եզրահանգման, որ ամենաբարդ աշխատանքն է, իրականում ամենաբարդ աշխատանքն է, որովհետև տարբեր են մարդիկ, տարբեր են բնավորությունները ու դու պետքա կարողանաս ճիշտ որոշում անել, որ ընկերությունը դրանից չտուժի, ընկերության գործունեությունը դրանից չտուժի։ Միանշանակ համաձայն եմ, այո։ Այո, մարդկանց հետ աշխատելը շատ բարդ է, որովհետև ինչպես նշեցիք, ծրագիր չի, համակարգ չի, որ
պրոստե իր հրամանները տաս ինքը ոնց որ ամբողջությամբ ճիշտ կատարի դա մարդիկ ունեն էմոցիաներ, զգացմունքներ, որոնց հետ ոնց որ պետքա յուրովի առանձնահատուկ մոտեցում ցույց տալ։ Այո, համաձայն եմ։ Հիմա անցում կատարենք մեր բլից հարցերին։ Employer branding-ը content թե մշակույթ։ Կարծում եմ մշակույթ արտացոլված կոնտենտով։ Այո։ Լավ employer brand-ի մեկ գլխավոր նշան։ Առողջ միջավայր։ Ամենամեծ սխալը սոցիալական մեդիայում։ Fake content ապահովել, պատճենել, կոպի անել մնացած ընկերությունից։ Կարծում եմ այս երկու սխալները ամենամեծն են։ Մեկ բան, որը աշխատակիցները սիրում են կիսվել։ Անմիջական առողջ միջավայրը, բաց լինելը եւ լսել աշխատակիցների կարծիքը, կարծում եմ սա։ Մեկ խորհուրդ բիզնեսներին։ Լավ employer branding-ը չի կառուցվում փոստերով, այն սկսվում է ներքին մշակույթից։ Հետևաբար կարծում եմ պետք է ներքին մշակույթը լինի առողջ, զարգացող, որպեսզի կարողանա employer branding-ը զարգանալ եւ հնարավորություն տալ ավելի ուժեղ կադրերի ու տաղանդների ներգրավմանը։ Շնորհակալ եմ Շուշաննա ջան մեզ հյուրընկալվելու համար, այսքանով ավարտեցինք մեր հաղորդումը, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ես էլ եմ շնորհակալ Էդուարդ ջան, ձեզ մաղթում եմ հետագայում ել ավելի հետաքրքիր ոդքասթեր, ել ավելի հետաքրքիր գործունեություն ու կարծում եմ, որ մենք կլինենք ձեր լավագույն ընկերը, ինչպես որ կանք, տարիներ շարունակ։ Շնորհակալ եմ շատ Շուշաննա ջան։ Ես էլ եմ շնորհակալ։ Ստեսություն։ Ստեսություն։